Ողջույն սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ կրկին երգչուհի Անի Թովմասյանն է, Շպրոտ մորաքույրը։ Ինչպես տեսնում եք, ես գտնվում եմ նոր բնակարանում, այս 15 տարվա ընթացքում ապրելով Միացյալ Նահանգներում ես 1600 բնակարան փոխեցի, բայց կարևորը նոր բնակարանը չէ, կարևորը թե արդյոք կա բնակարանում ջերմություն թե ոչ։ Դե ինչ, այսօր պատրաստելու ենք, նախ վաղուց չէինք հանդիպել, շատ կարոտել եմ ձեզ սիրելիներս։ Այսօր մենք պատրաստելու ենք լամաջո, սիրելի բարեկամներ, կյանքից մեջ չեմ պատրաստել լամաջո, կփորձեմ պատրաստել սկզբում խմորը, այնուհետև կպատրաստենք միսը միասին։ Շատ լավ, ուրեմն մեզ խմորի համար անհրաժեշտ է 180 գրամ տաք ջուր, 1.5 թեյի գդալ դրոշ, այնուհետև ավելացնում ենք 1 թեյի գդալ շաքարավազ, թեխի ես գդալը վերցրեցի, չգիտեմ գլխից չափա։ Ալյուրի մեջ կարող ենք միանգամից լցնել աղը 1 թեյի գդալ։ Так, ավելացնում ենք ալյուրը 2 քափ, կարծեմ 300 գրամ էր 2 քափը, անցանք ձեռքերին։ Ինչպես տեսնում եք, ես խմորը փակեցի մամայի օժիտի սրբիչներով, որովհետև նման սրբիչներ Միացյալ Նահանգներում չկան, սա միայն մեր մամաների սովետական օժիտի մեջ կար նման սրբիչներ։ Տավարիմից 300 գրամ, ցանկալի է, որ այն լինի յուղալի, ուրեմն առաջինը սոխն է, որ պիտի աղանք այս աղացով, չմոռացել եմ խոսելը, մի քանի ամիս չեմ խոսել, 2 սխտոր, Անտիր, так, սրա մեջ ես ուզում եմ ավելացնեմ մի քիչ հալապենյո, ու արդեն սոխը լացացրեց, Իդեպ իմ ամուսինը չի սիրում սոխ, ավելի ճիշտ չի սիրում, երբ սոխը երևում է, սիրում է սոխի համը, բուրմունքը, բայց չի սիրում, որ կա սոխ, այնպես որ պիտի մանր լիներ սոխը, բայց այդքան է մանր չեղավ, ներողություն husband։ Վերցնում ենք 1 պամիդոր, 1 լոլիկ, ես կեղևը մաքրել եմ, եւ մեզ պետք է ջրիկ միջուկ։ Մի ջրիկ անձնավորություն։ Սուջուխն է։ Այո, մսի սուջուխը, որ մեզ անհրաժեշտ է 50 գրամ։ Պետրուշկա, մաղադանոս, ահա մենք աղացինք լոլիկը, մաղադանոսը և սուջուխը, մածուն, լսել էիք լամաջոյի մսի մեջ մածուն, այո, պետք է ավելացնենք այստեղ նաև մածուն, 1 թեյի գդալ, այստեղ կավելացնեմ, մոտավորապես երևի թե 25-ից 50 գրամ կարակ, մոտավորապես սենց քնսինսնսի ստացվեց, ասում են, որ սուջուխի փոխարեն կարող ես օգտագործել երշիկ, պեպերոնի, մեզ մնաց տոմատի մածուկը, 1 լավ թեյի գդալ, հիմա եթե կան մայրիկներ, նամանավանդ բեյրութահայ մայրիկներ, ովքեր միշտ պատրաստում են լամաջո, երևի թե հիմա սենց գլուխները բռնել են ու ասում են, ես ինչ անում ես աղջիկը։ Հիմա էսա, առաջի անգամ եմ պատրաստում կյանքիս մեջ։ Так, ավելացրեցինք կարմիր բիբարը, ավելացրեցինք, չգիտեմ, սև բիբարը կարող է մի քիչ շատ էր եւ 1 թեյի գդալ աղ, հուսամ սա շատ չի։ Պատրաստում ենք ակնոցներով լահմաջը։ Ահա այսպիսի տեսք ունի մեր միսը, բայց պիտի մսի վրա մի քիչ էլ ջուր ավելացնենք, որպեսզի այն ավելի սենց կրեմա աբրազնի լինի, էլի։ Երեխեք, մենց անուշոտ է գալի փիսիկսը, ոչինչ չեմ տեսնում ես ակնոցներով, թիթիզություն է, պատրաստելուց չես կարա թիթիզանաս, ուղղակի վիճակի չես դու թիթիզանալու, խմորը փուչիկներ ունի, երեխաներ, փուչիկներ, իմ սիրու փուչիկներ, նոր տարի է, նոր տարի, ով է պատրաստվում նոր տարվան, ես,
Իմ ամենասիրելի սեզոնը գալիս է։ Հեսա կզարդարեն Միացյալ Նահանգներում բոլորը իրենց տների դիմաց զարդարում են գեղեցիկ։ Տենց էլ չսովորեցի են, որ սենց սիրուն քաշում սենց էլ է անում, ոնց են անում։ Իսկ մինչ այդ, մինչև որ մեր խմորը մի քիչ էլ կհանգստանա եւ ես նրան կբաժանեմ գնդերի, վայ գնդեր բառը ասեցի, գիտեք, որ երգը հիշեցի բանը, հայն ու բարն ու բարն ու բար, հայն ու բար։ Հայն ու բարն ու բարն ու բար, հայն ու բար։ Ոսկե գնդերական ջինջան ու բար։ Շուտ նենց մի բան եմ հիշում, բայց սխալ եմ երգում։ Ասում է ձայնով պիտի հասկանաս լամաջուի միսը պատրաստա թե չէ։ Ձայն, թե ինչ ձայն է, ախր, մոր չի հասկանում։ Լամաջուի մսի ձայնը որն է, ախր, դեմք են էդ խոհարար կանայք։ Նենց մեծ սոխեր եմ նկատում, ամուսինս այս սոխերը տեսավ տալու է գլխիս։ Հայն ու բարն ու բարն ու բար, հայն ու բար, ոսկե գնդերական ջին, հայն ու։ Գիտեք խիա ոսկե գնդերը տպավորվե, տատիկս նկար ուներ ոսկե գնդերական ջողերով, ոսկե գնդերեր ու ահա որ դուրս չեր եկել են, որ այդ ֆոտոն տեսա տատիկիս, ասեցի ես ինչ տա գեղական ջողեր է, բայց հիմա ես մեծ հաճույքով այդ ոսկե գնդերը ես ակնկալում էի, որ տատիկս այդ ոսկե գնդերը կտա ինձ, բայց կարծում եմ նա ինձ չտվեց, երևի թե տվել է այն մյուս թորնուհուն։ Երկու մասի կարծում եմ սա վատ չի։ 9-10, եյ, 10 տեղով։ Так, ունենք 10 շարիկ։ Խնդրում եմ սիրելի տատիկներ եւ կանայք ինձ շատ չդատապարտեք էլի իմ լամաջուների պատրաստման եղանակի։ Իդեպ ասեմ, որ մենակ դուք չունեք կեսուր մայրիկ, ես էլ ունեմ կեսուր մայրիկ եւ իմ կեսուր մայրիկը այնքան համեղ է պատրաստում, այնքան լավ ձեռք ունի, որ ես շատ կուզենայի, որ հիմա իմ կեսուր մայրիկը չնայեր այս վիդեոն չդիտեր, որ խայտարակ չլնեինք մեր ցեղով Թովմասյանների, հասկանում ես, ասենք էսի կալոր չի, էսի հնգանկյունա, կորանամ ես, անջորնիկություն եղավ, կլոր չի լինում, Միսը եփելա, թան, կենաց, առաջի անգամ լամաջոներ պատրաստելու կենացը, տակ ես մեկը պատրաստա, մեկը ես կերա, հիմա մյուսը, որ ջերություն դրված է, կխնդրեմ, որպեսզի ամուսինս համտեսի, հասկանանք կհավանի համը թե ոչ։ Դե ինչ, սիրելի հայրենակիցներ, կասին կաս արդեն փախել է գլխիցս, քանի որ ես հա պատրաստում եմ, մենք հա համտեսում ենք եւ փորձում ենք, մեկը ջերուցում է, մյուսը այստեղ է եւ պարտադիր պիտի տակ-տակ ուտես լամաջոն, քանի որ երբ տակ-տակ է այն խրտ-խրտան է։ Մնացածը էլ չեմ նկարահանի, քանի որ ես հենց նոր գիտակցեցի, որ ես աշխատանքի եմ այսօր երեկոյան եւ պիտի գնամ տերաս ռեստորան երգեմ։ Իսկ մեզ մոտ արդեն ժամը 6-ն է, ինձ մնացել է մի 2 ժամ, որպեսզի ես պատրաստվեմ, այնպես որ փորձեք այս բաղադրատոմսով ամեն ինչը նշեցի, ինչից որ օգտվել եմ, փորձեք եւ կարծում եմ, որ դուք էլ շատ կսիրեք, արդեն հոտն առնում եմ, հանկարծ չայրվի, որովհետեւ գազօջախը 505-ի վրա է, այսինքն բավականին բարձր է։ Սիրում եմ ձեզ շատ, շնորհակալություն, որ ինձ հետ էիք, շնորհակալություն ընդհանրապես, որ հետևում եք իմ թե երաժշտությանը, թե աշխատանքին, թե վիդեոներին։ Մնացեք բարյավ, Աստված օրհնի բոլորիդ, համբուրում եմ, վառվեց լամաջոն։